վճարի միջոցով թոշակները բարձրացնելու մեխանիզմի օրենսդրվել է դեռ նախորդ օրով։ Այս գաղափարը ինչքանով է արդյունավետ եւ չլսեցի թվերը քանի տոկոսն է այս պահին այդ ծրագրից օգտվում թոշակառուների ճիշտ է օրինակ մայրս օգտվում է դժգոհ չէ գրում է 50,000-ի չափով փորձում է գնաց իր թոշակը 40-45,000-ը առաստուրանել որ այս վճարը նաեւ բոնուսի տեսքով նստի բայց շատ թոշակառուներ չեն կարողանում գնալ կամ հնարավորություն չունեն գնալ իրենց թոշակ ամբողջությամբ սպառել կենսագրային ծախսերի վրա հետևաբար չեն կարող օգտվել ծրագրից միևնույն ժամանակ կոմունալ վճարումները որքանով որ տեղյակ եմ մտցված չեն այդ ծրագրի մեջ այսինքն եթե թոշակառուն իր թոշակով կոմունալի ծախսերն է հոգում ինքը այդ հետվճարը չի ստանում սա որքանով է արդարացի մոտեցում հատկապես որ այդ թոշակը նաև շատ է դեպքում հենց կոմունալ ծախսերի վրա է դնում եւ իրենք այլ հավելյալ ծախսեր չեն կարողանալ մի բան էլ դուք աբսոլյուտային չեք համարում օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որ ազգային ժողովի ամբողջ առած թե թոշակառուն 10,000 դրամ ավել թոշակը ինչ է անում կամ երեքս ժամանակ ասած 20,000 որ ավելացնենք ավելի շատ է սպառելու իհարկե մի քիչ այդ տրամաբանության մեջ էր ասում հիմա վերջը պետք է թոշակառուն ավել 10,000 դրամ ստանա պետք չի ստանա բարձրացնելու եք ուղիղ կերպով առանց այդ վճարի թե բարձրացնելու Շնորհակալություն հարցերի համար, սկսեմ առաջի հարցից, ուրեմն հետվճարի համակարգը, ինչպես նշեցի եւ ես թվերը նշեցի, միգուցե դուք ուշադիր չեք, հիմա նորից կնշեմ, 378,000 քաղաքացի օգտվում է կենսաթոշ այդ հետվճարի համակարգից, դա բոլոր ստացողների 57%-ն է 660-ից, այսինքն դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում են այդքան մարդ եւ կարող են օգտվել բոլորը Հետվճարի համակարգի ներդրումը պատահական չի, այն ունի երկու նպատակ, մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին եւ այդ երկու նպատակը պետք է դիտարկել միշտ միասին։ Առաջին նպատակը դա այո, մեր քաղաքացիներին թույլ տալ ավել ստանալ իրենց կենսաթոշակները եւ նպաստները, բայց նաեւ կա երկրորդ նպատակը, որը տնտեսության ստվերից դուրս գալն է, տնտեսության ստվերից դուրս գալը, որով որ պետք է նաև հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք նաև բարձրացնել թե կենսաթոշակների նպաստները, թե մնացած բոլոր պետական ծախսերը, եւ այդ տեսանկյունից դա այսպես անգլերեն ասած win-win կամ հայերեն հաղթանակ լուծում է, որ հաղթում են երկուսը, այսինքն դու ստանում ես քո ավել հետվճարը եւ նաև դրանով գեներացնում ես հավելյալ հարկեր, որով որ ըստ էության այդ հետվճարը տրվում է ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ այս նորարարական լուծումները, որոնք դուք նաև տեսնում եք, որ կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, ոչ միայն կենսաթոշակների, այլև ընդհանրապես մեր քաղաքացիներին հավելյալ եկամուտներ ապահովելու այդ 2%-ի։ Այդ գործիքները շատ էֆեկտիվ են եւ մենք նաև դրա շնորհիվ ենք ունենում պետական բյուջեի հավաքագրումներ, պետական բյուջեի կատարում, որի մասին նաև երեք խոսեցինք եւ այդպես շարունակ, այսինքն մենք կարծում ենք, որ գործիքը էֆեկտիվ է եւ դրա համար էլ 12%-ը դարձրել են 20%-ի, ապագայում միգուցե նաեւ այլ վերանայումներ լինեն։ Կոմունալների մասով, կոմունալները ի սկզբանե եղել են, հետո են հանվել եւ հենց այդ իմ ասած երկրորդ տրամաբանությունից ելնելով են հանվել, որովհետեւ կոմունալ վճարումները երբեք չեն հեղաստվերում տասնյակ տարիներ չեն եղել, որտեղ խիստ հաշվառված են եղել եւ հոսանքը, էլեկտրականությունը եւ ջուրը եւ գազը եւ դրանով հավելյալ հարկային մուտքեր գեներացնելու խնդիր մենք չենք կարող լուծել։ Ես հասկանում եմ, որ կա նաեւ կենսաթոշակառուներ, ոչ միայն կենսաթոշակառուների, բոլորի համար էլ բեռ ինչ որ չափով կոմունալները վճարելու, բայց մենք տեսել ենք վարկագծային փոփոխություն, երբ որ այդ կոմունալները եղել է, հետո ինչ որ մի պահ դուրս է եկել մենք այդ պահին տեսել ենք այդ վճարի չափի իջեցում, բայց հետո նորից վերականգնում։ Այսինքն մեր քաղաքացիները իրենց վարկագիծը շտկելով ինչ որ ձև, որտեղ նաև մենք հասկանում ենք, որ շատ քաղաքացիներ նաև այլ ծախսեր են իրականացնում, եկել նորից բարձրացել եւ մենք հիմա 4200 դրամի միջին հետվճարի չափ ունենք, որը կարող է պոտենցիալ դառնալ այս նոր փոփոխություններով, իհարկե կախված նաեւ այդ կենսաթոշակառուի ստացած կենսաթոշակի չափից, այո, այդտեղ սահմանափակումներ կան, մինչեւ 10000 դրամ։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, դուք իհարկե երկուսն էլ նշեցիք, բայց հետո վերջում էլ պատասխանեցիք ձեր հարցին, ասելով որ դա այլ կոնտեքստում է ասվել, որտեղ երկրորդ հայտարարությունը, այսինքն առաջի հայտարարությունը ազգային ժողովի կրկին այլ կոնտեքստում է
ասվել եւ ես եւս մեկ անգամ կարող եմ կրկնել այդ կոնտեքստը։ Ասվել է հետեւյալ կերպ. քանի որ մեր 65 տարեկանից բարձր ավագ սերնդի ներկայացուցիչները իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, մենք որոշել ենք այդ հարցը հոգալ։ Մենք որոշել ենք այդ ծախսը վերցնել մեր վրա։ Եվ քանի որ առողջության ապահովագրության ամսական վճարը մոտավորապես 10,800 դրամ է 200,000-ից բարձր ստացող քաղաքացիների համար։ Այն մյուս բոլոր քաղաքացիների համար պետական բյուջեից է փոխանցվում այդ 10,800 դրամը, որը փաստացի կարելի է ասել, որ մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք ապահովության հիմնադրամին, որ երբ որ կծագի խնդիր, այդ խնդիրը լուծվի, իսկ խնդիրը երբեք չլինի 10,000 դրամի օրինակները տասնյակ, հարյուրավոր, հազարավոր են, այդ ծախսերը կարող է լինել 100,000-ավոր դրամների, որտեղ 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա։ Ինքնուրույն մինչև միլիոնավոր դրամների, եւ ես կարծում եմ, որ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է 2026 թվականի, հաշվի առնելով նաև մնացած բարելավումները եւ այնքան մեծ օգուտ է տալու իրենց եւ իրենց ընտանիքներին, դա էլ հաշվի առնել։ Նաև իրենք փաստացի չեն ծախսելու, այն ինչ որ պոտենցիալ պիտի ծախսեին, նաև իրենց ընտանիքները չեն ծախսելու, որ այդ իրենց ազատ միջոցները մնալու են օգտագործելու այլ ծախսերի վրա։ Ես իհարկե չեմ ուզում մի քիչ ավելի խորանալ, թե օրինակ առողջապահական ծախսերը մեր աղքատության եւ ընդհանրապես ընտանիքների աղքատացման մեջ ինչ մեծ դեր ունեն, բայց ամենամեծ դերերից մեկը ունեն։ Մարդիկ դրանց պատճառով վարկեր են վերցնում, տներ են վաճառում, մեքենաներ են վաճառում, ընտանի կենդանիներ են վաճառում, որոնցով իրենց ապրուստն են հոգում, եւ այս բարեփոխումը նաեւ միտված է աղքատության հաղթահարմանը։ Նույնը վերաբերում է մյուս երեկվա հայտարարությանը, վարչապետի ասած հայտարարությունները պետք է նայել կոնտեքստում եւ դրանք ամբողջությամբ արտացոլում են իրականությունը ըստ էության։